Ամենից սկսվեց Աղբատի վանքում։ 2021 թվականին, երբ որ ընտանիքով գտնվում ենք Լորվա մարզում եւ շրջում ենք մեր վանքեր ու եկեղեցիներով, վերջի վանքը, որը որ գնացինք, դա Աղբատի վանքն էր։ Դուրս գալու պահին մի հատ միտք առաջացավ իմ մոտ, որը որ 4 տարի անընդմեջ ինձ հանգիստ չէր թողում։ Ինչ որ կետից սկսեցի մտածել, երկար մշակել միտքը, զարգացնել այն, սկսեցի գրել ու այդ ամբողջը խոսում ենք հազարավոր տողերի մասին, որը որ մշակել եմ այդ ժամանակ մենակ։ 2025 թվականին Միացյալ Նահանգներում պատարագի ժամանակ, երբ որ գնացինք Բրբանկի եկեղեցի, Լեփլեցուն էր եկեղեցին, ու այդ ամբողջ պատարագի ընթացքում ես մտածում էի մի բան, որ այն ինչի մասին մտածել եմ 4 տարի շարունակ, պետք է գնալ Հայաստան եւ իրականացնել։ 25 թվականի փետրվար ամիսն էր, եկա Հայաստան եւ սկսեցինք իրականացնել նախագիծը։ Նախագծի գլխավոր միտքը դա ստեղծել մի սիմվոլ, ստեղծել մի արժեք, որը որ կհամախմբի եւ Հայաստանը, եւ մեր սփյուռքը, եւ մեր ինքնությունը, եւ մեր պատմությունը, եւ մեր պետությունը, եւ մեր եկեղեցին մի գաղափարի շուրջ։ Եվ 2025 թվականին սկսեցինք աշխատել մեծ թիմով, սկսեցի պատմել, կիսվել նախագծով ընկերներից հետ եւ սկսեցինք աշխատել։ Մեր խումբը, մեր ռեժիսորով, մեր օպերատորով, մեր սիրված դերասաններով սկսեցին շրջել մեր բոլոր նահանգներով եւ ամեն վանքից մի կտոր քար վերցնելով, պատմելով վանքի մասին, պատմելով այն չպատմված պատմությունները այդ վանքի մասին եւ բերեցին Հայաստան։ Վերջին մի քանի օրը մենք համահիմնադիրներով եւս միացանք մեր խմբին եւ Կարսում եւ Անիում շրջեցինք նրանց հետ եւ մենք էլ մեր մի կտոր մասնիկը այնտեղից բերեցինք Հայաստան։ Դրան զուգահեռ ամբողջ աշխարհում, որտեղ որ կան հայկական համայնքներ եւ եկեղեցիներ, Հայաստան սկսվեցին ուղարկվել ամեն տեղից մի կտոր մասնիկ քար։ Սա նախագծի ամենակարևոր կետերից մեկն էր, քանի որ ես երբ որ մտածում էի նախագծի իրականացման մասին, այդ տարիներ շարունակ մտածում էի ինչ կարանք անենք, բացի մեր վանքերից, եկեղեցիներից քարերը բերելը, նաև ինչպես անենք, որ ամբողջ հայությունը ներգրավված լինի, եւ այդտեղ առաջացավ այն միտքը, որ բոլոր այն տեղերում, որտեղ որ կան հայկական եկեղեցիներ, վանքեր, հնարավոր բոլոր տեղերից մի կտոր մասնիկ բերենք նախագծի համար։ 25 թվականի փետրվար ամսից սկսեցինք աշխատել մեր պրոֆեսիոնալ մետալուրգիայի մասնագետների հետ, այսինքն ինչն էր առաջադրանքը, պետք էր ստանալ մետաղի նոր համաձուլվածք, որը որ իր տեսակով տարբերվող է։ Եվ սկսեցինք աշխատել, ստեղծել նոր համաձուլվածք, անընդհատ փորձեր, ձուլարան, փորձեր, եւ արդյունքում գտանք անտիկ ժամանակներից հայտնի մի համաձուլվածք, որը որ հետագայում օգտագործվել էր նաեւ եկեղեցիների զանգերը պատրաստելու մեջ, եւ այդ համաձուլվածքի հիմքով երկար փորձարկումներից հետո ստացանք այն համաձուլվածքը, որը որ մեզ պետք էր։ Դրան զուգահեռ 25 թվականի փետրվար ամսից սկսեցինք աշխատել մի ամենակարևոր սիմվոլի վրա, որը այս պահին ամբողջացնելու է մեր ամբողջ պատմությունը, դա ստեղծել մի խաչ, որը որ ամբողջությամբ մեր առաքելական եկեղեցու խաչն է, բայց նրան պետք էր մատուցել նորովի։ Սկսեցինք աշխատել տարբեր ընկերությունների, տարբեր ոսկերիչների եւ մոտ 200 խաչի փորձարկումներից հետո ստացանք այն խաչը, որը որ ընտրվեց որպես նախագծի գլխավոր խաչ։ Քարերը, որոնք որ բերել ենք Վանից, Էրզրումից, Սասունից, Դիարբեքիրից, բոլոր մեր նահանգներից, իրանք մեր վանքերից պոկված ընկած մի կտորներ են։ Մենք բերել ենք նրանք, որ նրանց կյանքը շարունակվի այստեղ։ Երբ որ գնացինք առաջի օրը Կարս, Բագնայրի վանքներ, եւ այնպես ստացվեց, որ Բագնայրի վանքի քարը ես վերցրեցի եւ այն էմոցիաները, որ ես զգացի այդ պահին, դա ամբողջ օրը չէր կարող ինձ հանգիստ թողնել, քանի որ երբ որ դու հպվում ես մեր քարին, քո մեջով անցնում է մեր ամբողջ պատմությունը, մեր ժողովրդի տեսած ամբողջ դժվարություններն ու տառապանքները այդ քարի հպումով անցնում է այդ պահին
քո մեջով։ Ես վստահ եմ բոլոր նրանք, ովքեր որ եղել են այնտեղ, սկզբի օրերը, սկզբի ժամերը բոլորը անցել են այս զգացողություններով։ Երբ որ սկսեցինք աշխատել արդեն նախագծի վրա, միտքը կիսվեցի ընկերներիս հետ, որոնք որ շատ ողջունեցին, շատ ոգևորվեցին, միացան նախագծին ու սկսեցինք թիմը հավաքագրել։ Միացավ մեր ռեժիսորը, ինքը իր հետ իր օպերատորական, հետո սկսեցինք շփվել այն մարդկանց հետ, ովքեր որ տարիներ շարունակ այցելել էին մեր պատմական հայրենիքը, այնտեղ գիտեն բոլոր տեղանքները, բոլոր եկեղեցիները եւ սկսեցինք աշխատել, թե որտեղ պետք է գնանք, որ վանք պետք է գնանք եւ որտեղից հնարավոր է քար բերել։ Եվ այդպես կազմվեց ամբողջ ճանապարհը եւ մեր խումբը մեկնեց իրենց առաքելությամբ։ Նախագծի մեջ կար շատ կարևոր կետ, որ պետք էր իջեցնել քար Արարատի գագաթից։ 2025 թվականի օգոստոսի 31-ին մեր խումբը մեկնեց դեպի Արարատ, բարձրացան Արարատ սարը եւ սեպտեմբերի 3-ին ուղարկեցին մեր առաջի տեսանյութը, որտեղ հենց Արարատի գագաթի ամենաբարձր կետից հնարավոր մի կտոր քար իջացրեցին նախագծի համար, որից հետո մեր մյուս խումբը իջեցրեց Սիսլերան գագաթից մեկ շաբաթ անց մյուս կտոր քարը, որը հիմա իմ ետևում դրված են։ Ինչ են լինելու այն քարերը, որոնք որ այսքան երկար ճանապարհներով բերվել են Հայաստան, աշխարհի բոլոր տեղերից, մեր վանքերից բերված մասնիկներից, Արարատի գագաթից, Սիսի գագաթից, ամբողջ աշխարհից մեր բերված այս քարերը կվերածվեն մանր բեկորների եւ բոլոր քարերից բոլոր խաչերի մեջ մի փոքր մասնիկ կտեղադրվի, քանի որ նախագիծը կրում է համահայկականության համախմբման բնույթ, նաեւ այստեղ պետք էր քարի տեղադրման process-ում ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր մնայուն եւ արժեքավոր գործեր են արել հայ ժողովրդի համար։ Խաչերը վերջնական իրենց ետնամասը փակվելուց հետո գնում են լազերային փորագրության, որտեղ որ փորագրվում է խաչի անունը խոստում, իր հերթական համարը վերևում եւ թևերի հատվածում թե ում անվամբ է կոչված։ Իդեպ այստեղ ասեմ, որ այն տառերը, որոնք որ այն ֆոնտը, որը որ կօգտագործվի այդ մի անգամը եւ վերջ, որը իր մեջ նաեւ ներառում է խաչերի պաշտպանվածության շատ կարեւոր կետ։ Ասեմ, որ նաեւ խաչերը ունեն բազմաշերտ պաշտպանվածություն, ինչպես եւ ասացի, իրանք պատրաստված են հատուկ համաձուլվածքից, տարբեր տասնյակից ավել մետաղների համաձուլվածքից։ Իրենց բոլորի քաշերը միմյանցից տարբերվում են, երբ որ խաչերը պատրաստ են լինում, իրենք հատուկ միկրոկշերքով կշռվելու են եւ մեր արխիվում եւ բոլորի անձնակներում ֆիքսվելու է պաշտպանվածության աստիճանը։ Խաչերի ծանրության կենտրոնը մի փոքր շեղել ենք պաշտպանվածության եւս մեկ շերտ առաջացնելու համար։ Եվ խաչերի վրա, ինչպես եւ ասեցի, աշխատում են մեր վարպետները ձեռքով, այսինքն վերջնական մշակումը անցնում է ձեռքով եւ բոլորի արտաքին շերտերը մի փոքր իրարից տարբերվում են, որը որ նաեւ իր պաշտպանվածության շատ կարեւոր կետ է։ Վերջին պաշտպանվածության շերտը դա էլեկտրոնային տեսակով է, երբ որ մարդը ձեռք է բերում մեր խոստում խաչը, ինքը նաեւ էլեկտրոնային տարբերակով ստանալու է իր խաչի իսկության հավաստագիրը, սերտիֆիկատը եւ նաեւ մի հատ շատ կարեւոր PIN կոդ, որը նա կպահի եւ երբ որ իր խոստում խաչը կփոխանցի իր սերունդներին, նաեւ այդ PIN կոդը կլինի հավաստման վերջին պաշտպանվածության աստիճանը։ Եվ այս տարի հուլիս ամսին խաչերը կգնան ստանալու օրհնություն։ Օրհնության օրը նաեւ կբացվի խոստում կայքը, որտեղ կտեսնեք խաչի ամբողջ պատմությունը, անցած ճանապարհը, թե ինչպես ստեղծվեց մեր խոստում խաչերը եւ կլինի այնտեղ դատարկ Հայաստանի քարտեզը։ Բայց քարտեզի մեջ կլինի մի հատ կետ, որը որ ցույց կտա, թե որտեղ են այդ պահին բոլոր խաչերը միասին, այսինքն մեր անձնակազմը որտեղ է ու նրանց ամբողջ շարժը մեր քարտեզի վրա կարող եք հետևել։ Խաչերը կայցել են Հայաստանում եղած բոլոր վանքեր ու եկեղեցիներ մատուրներում եւ կկատարեն մի բացառիկ ուխտագնացություն, թվով այս պահին մեր ունեցած ցուցակներով մոտավորապես 2000 վանք եկեղեցի մատուր։ Անհնար եւ հնարավոր բոլոր տեղերը։ Այստեղ մի շատ կարևոր կետ ունենք նաեւ նախագծում, քանի որ Հայաստանում ունենք վանքեր, որոնք որ այս պահին գտնվում են ջրի տակ, մենք այնտեղից էլ ունենք մի փոքր մասնիկ մեր մոտ, որը որ նաեւ կտեսնեք տեսանյութով, թե ինչպես
մեր վանքից մի կտոր մասնիկ բերեցինք եւ տեղադրեցինք մեր խաչի մեջ։ Կմասնակցեն խաչերը բոլոր եկեղեցական տոներին։ Հուսով ենք 2027 թվականի արդեն հուլիսի 5-ին մենք այցելած կլինենք Հայաստանի բոլոր վանքեր, մատուրներ, եկեղեցիներ եւ սրբավայրերով։ Այստեղ շատ մի կարևոր պատմություն, երբ որ մենք սկսեցինք աշխատել, թե որ վանքերն ու եկեղեցիները պետք է այցելենք, այսինքն աշխատել ցուցակների հետ կապված, հավաքագրել բոլոր վանքեր ու եկեղեցիները, իհարկե գնացինք Մայրաթոր, այնտեղից վերցրեցինք իրենց ունեցած ցուցակները, մշակույթի նախարարությանը դիմեցինք, իրենց ցուցակները վերցրեցինք, սկսեցինք ուսումնասիրել ամբողջ համացանցը, քանի որ ամբողջական ցուցակ այս պահին կարծում եմ ունենք մենակ մենք, որովհետև երբ որ վերցրեցինք եկեղեցու, մշակույթի նախարարության, հուշարձանների պահպանման հիմնադրամից վերցրեցինք շատ տվյալներ, բայց ցուցակը ամբողջական չէր։ Ամիսներ շարունակ մենք սկսեցինք աշխատել եւ վերջապես ունենալ մի ցուցակ, որը որ ամբողջական կլինի, որը որ նաեւ իհարկե նախագծի ընթացքում կկիսվենք եւ Մայրաթորի հետ եւ մշակույթի նախարարության հետ։ Այսինքն ամիսներ շարունակ մեր խումբը աշխատել եւ հատ առ հատ ցուցակագրել ենք Հայաստանում եղած բոլոր սրբավայրերը։ Ինձ համար կար եւս մի շատ դժվար կետ, թե ինչ է լինելու անունը խաչի, եւ ամիսներ շարունակ մտածել եմ սրա շուրջ, թե ինչպես պետք է կոչվեն մեր խաչերը, եւ վերջում եկա այն մտքին, որ խաչերի անունը դա խոստում է, որովհետեւ դա ամեն մարդուն տալիս է մի փոքր մտածելու տեղ, որ ինքը որոշի, թե ինչ է խոստում խաչը կրելով իր վրա։ Իսկ ինձ համար խոստումը դա խոստում է մեր ինքնությանը, մեր հավատքին, մեր պետությանը, մեր արմատներին եւ այս ամբողջ խոստումի փոխանցումն է մեր սերունդներին, որը որ մեր ամբողջ նախագծի գաղափարախոսության ամենագլխավոր կետն է։ Այսինքն, եթե դու կրում ես այս խաչը, դու գոնե մի փոքր բան պետք է անես քո հայրենիքի համար, քո ժողովրդի համար, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում էլ որ լինես։ Ես խոստումը, որ ինձ տվեցի 2021 թվականին, այսինքն միտքը երբ որ եկավ եւ ես սկսեցի զարգացնել, որ այս նախագիծը պետք է իրականանա, դա իհարկե եւ խոստում է եւ պարտավորություն է եւ այս ամբողջ տարիների ընթացքում, այս 5 տարիների ընթացքում ես չի եղել մի օր, որ այս նախագծի մասին չմտածեմ։ Ես անքում բազմաթիվ գիշերներ եմ անցկացրել այս նախագիծը իրականացնելու համար։ Իսկ վերջի 1.5 տարին մենք մեր արդեն ամբողջ թմով ենք այս անքում գիշերները անցկացնում միասին, որին որ միացել են մեր արդեն բրենդինգային, մարքեթինգային, մեր ընկերների շատ մեծ շրջանակը, մեր Մայրաթորն է նախագծից տեղակիր աջակցությունն է հայտնել, մշակույթի նախարարությունը, պետական տարբեր գերատեսչություններ, այսինքն նախագիծը այս պահին իր շուրջ համախմբել եւ ձևավորել շատ մեծ թիմ եւ այստեղ իմ համար շատ կարևոր է, որ այն խոստումը, որ ես տվել եմ 2021 թվականի նախագիծը իրականացնելու, կարողացել եմ նաև բարակել մեր այս մեծ թիմին, որ սա դարել է բոլորիս խոստումը եւ մենք արդեն բոլորով մեր խոստումի թիմով շարունակում ենք խոստումը հասնել իր նպատակին։